131 ձայն է կորցրել Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 10 կոտորակ 51 ընտրատեղամասի արդյունքները չեղյալ հայտարարելուց հետո։ Տեղամասը Նուբարաշենի մարզամշակութային կենտրոնում է։ Մարդիկ հիշում են այն կառուցվել է Գագիկ Ծառուկյանի միջոցներով։ Բարգավաճ Հայաստանը ոբշի մեր Նուբարաշենի համար շատ բաներ ունի, ճիշտ ասած արած, սպորտ դպրոցից բռնած բան, եկեղեցուն էլ օգնե։ Միշտ հարգանքով ենք եղել։ 10 կոտորակ 51 ընտրատեղամասի 1287 ընտրողները չեն ուզում, որ չեղարկվեն իրենց ձայները։ Պնդում են, իրենց տեղամասում պետք է վերաքվեարկություն լինի։ Գիտեն, որ Կիրակի ԿԸՀ-ն քննարկելու է այդ հարցը։ Ցանկալի է ուրեմն անցնի ԲՀԿ-ն։ Մենք իրոք լավ տրամադրվածություն ունենք ԲՀԿ-ի հետ, որտեղ մեր Նուբարաշենի համար շատ մեծ բաներ ունի արած, էլի, շատ վաղուց, էլի, Սերժ Սարգսյանի թվերի տեսյան։ Վերաքվեարկությանը կողմ եք, որ։ Կողմ ենք, իհարկե։ Եթե 60 ձայնի խնդիրն ա եղել, հաստատ կողմ եմ։ Դա 60 ձայնը այդքանի մեջ, այս բնակության մեջ ինչ-որ քանակ է, էլի։ Ոչ թե ձայների հետ կապված է, այլ ուղղակի քանի որ հարց կա եւ անվավեր է ճանաչեն տանուշքը։ Թող երկրորդ անգամ նշանակեն։ Թող մարդիկ հստակ գնան իրենց ձայները տան։ Ում կտան ինչ կարևոր։ Ինչ չէ։ Ես իմ ձայնի տերն եմ, ես գնալ եմ պաշտպանել։ Որոշ ընտրողներ էլ համոզված են, եթե նույնիսկ վերաքվեարկություն լինի, միևնույնն է նորից ընտրակեղծիքներ ու բռնաճնշումներ են լինելու։ Իմաստը չեմ գտնում, որովհետև մենք կեղծիքները բելի գնալու է։ Էլի պետք է զինվորները կան քվեարկեն, էլի պարզա զինվորները ում օգտին են քվեարկում, որտեղից են հնարավոր ստանում։ Ընտրությունների ամբողջ արդյունքի հետ համաձայն չեն Նուբարաշենցիները։ Ամբողջ երկրում են խախտումներ եղել։ Անվավեր պետք է բոլոր անվավեր, ընդհանուր բոլոր տեղամասերի արդյունքները։ Քվեարկության արդյունքները պետք է որ անվավեր ճանաչեն, որովհետև խախտումները ավելի շատ են այս անգամ, քան մնացած ընտրությունների ժամանակ։ Ինվեստիցիաները բոզմանսները բացի սրանից։ Հարց չէ ընտրության այս պատկերի հետ, այս արդյունքների հետ հարց չէ։ Եթե նորից գնաք Ռոբերտ Քոչարյանին եք էլի ընտրելու։ 100%։ Իմ խելքն այդքան չեմ օգտագործում, կնոջս խելքով եմ շարժվում։ Կինս ինձ շատ ապահում, կատակ եմ անում։ 10 կոտորակ 51 և 35 կոտորակ 65 ընտրատեղամասերում վերաքվեարկություն կազմակերպելու վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովում վաղը կոլեգիալ նիստ է լինելու։ Նուբարաշենում անհամբեր սպասում են արդար որոշման։ Լանա Համբարձումյան, Նորայր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։